Այս սուրճը անցած տարի արժեր 700 դրամ։ Այժմ այն 1000 դրամ է։ Ինչ է տեղ ունեցել։ Արդյոք սուրճ գնելը դարձել է ճոխություն։ Ոչ, պարզապես տեղի ունեցել գնաճ։ Գնաճը շատ པարզ երևույթ է, ժամանակի ընթացքում գները աճում են։ Փորձենք հասկանալ հենց նույն սուրճի օրինակը։ Պատկերացնենք տնտեսությունում տեղի է ունենում 3 հիմնական գործընթաց։ Առաջինը շրջանառվող գումարի քանակի աճն է, այսինքն մարդիկ ավելի շատ են գումար ծախսում, ավելի շատ են սպառում սուրճը, ինչի արդյունքում բարձրանում է պահանջարկը։ Երկրորդը արտադրական ծախսերն են, այսինքն օրինակ լույսն է դիցուք թանկացել կամ աշխատավարձեր են բարձրացրել կամ սուրճի հատիկներն են թակացել, ինչի արդյունքում բնականաբար սրճարանը ավելի շատ ռեսուրս է ծախսում, որպեսզի կարողանա նույն սուրճը ստանալ։ Երրորդը առաջարկի հետ կապված խնդիրներ են առաջացել, չգիտեմ, մատակարարման հետ կապված խնդիրներ են, տեղափոխման հետ կապված խնդիրներ են, այսինքն ռեսուրսները ավելի քիչ եւ սահմանափակ քանակով է ստանում սրճարանը, ինչի արդյունքում բնականաբար ավելի քիչ է արտադրում եւ դա էլ հանգեցնում է գնաճի։ Այսինքն այս 3 գործոնների համադրությունը կամ դրանցից որևէ մեկի առկայությունը կարող է նպաստել գնաճի։ Սրճարանը բարձրացնում է գինը, այսինքն սուրճը ինքնին չի փոխվում, փոխվում է պարզապես փողի եւ գումարի գնողունակությունը։ Արդյունքում տեղի է ունենում գնաճ։ Ուստի հաջորդ անգամ, երբ տեսնեք, որ ձեր սուրճը թանկացել է, խնդրում եմ միանգամից մի մեղադրեք բարիստային, այլ պարզապես հաշվի առեք ընդհանուր տնտեսությունում տեղի ունեցող իրադարձությունները, գլոբալ շուկայական զարգացումները, վերջին իրադարձությունները նաև հաշվի առնելով աշխարհաքաղաքական գործոնները, որովհետև դրանք ազդում են տնտեսական շուկայի ձևավորման եւ դրա զարգացման վրա, բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր է հասկանալ, չափավոր գնաճը կարող է ցուցիչ լինել այն բանի, որ տնտեսությունը զարգանում է, քանի որ մարդիկ ավելի շատ են վաստակում, ավելի շատ են կարողանում սպառել, ինչի արդյունքում է տեղի ունենում գնաճը։ Հետևաբար որևէ երևույթ դիտարկելիս միայն դրա լավ կամ վատ կողմը չենք դիտարկում, միայն սև ու սպիտակ չենք հռչակում այլ փորձում ենք հասկանալ, թե դրա չափավորությունը եւ հետևանքները ոնց կարող են ազդել մեր գրպանների, մեր ընդհանուր գործունեության, ինչպես նաեւ կենսամակարդակի վրա։